Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Գարեգին երկրորդ վեհափառի եղբորը Գևորգ Ներսիսյանին կալանավորեցին 1 ամսով, իսկ որդու խափանման միջոցը դեռ քննարկվում է։ Քննչական մարմինը 3 գիշեր է ձերբակալել 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանին։ Ներսիսյաններին մեղադրում են իբր խուլիգանության եւ Էջմիածնի քաղաքապետի տեխնատուի քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Մանրամասներին Անի Աբաղյանն է տեղյակ։ Կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսիսյանին եւ որդուն ձերբակալելու որոշում է կայացրել քննչական կոմիտեն։ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու համար, բայց ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի չկա հանցագործությանը նմանվող դեպք անգամ։ Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն մոտեցել է մի մարդ եւ առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը, Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են եւ խաղաղ բաժանվել։ Հաղորդումը ներկայացրել է Վաղարշապատի ավականու թեկնածուներից Հարություն Մկրտչյանը։ Նրա խոսքով կաթողիկոսի եղբորորդին սեռական բնույթի հայհոյանքներով է խոսել տեսանյութում երևացող տղամարդու հետ, որն ավականու 5-րդ համարն է։ Տեսանյութը որքան հասկացա, վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված տեսանկարահանող սարքից։ Բանալի բառը երևում է։ Բաձայինը ինչու եք խլացրել, որ սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի։ Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու եւ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու հոդվածով ձերբակալել են կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը 68 տարեկան է։ 2002 թվականից մինչև 2021 թվականը Ներսիսյանը ոսկեհատի վարչական ղեկավարն է եղել։ Ամուսնացած է, ունի 3 երեխա, 1 աղջիկ, 2 տղա։ Ներսիսյանն անկուսակցական է։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Զուգահեռ պարզվում է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ապօրինի է գտնվում անազատության մեջ։ Քաղաքապետի պաշտպանական թիմը հայտարարել է, որ քննիչը նոր որոշում է կայացրել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ։ Համապատասխան միջնորդությունները իրավասու սուբյեկտներին ուղարկել են դեռ մի քանի օր առաջ, բայց դեռևս արձագանք չկա։ Հայաստանում ձերբակալությունների մարաթոնը շարունակվում է, իսկ հասարակությունը շարունակում է մտահոգվել։ Այս ձերբակալությունների շղթան արդյոք իրավապահների արդար, օրինական գործելակերպի նշան է, թե պարզապես իշխանության ցուցադրություն, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Եվ այս ամենին զուգահեռ կտրուկ նվազել է Հայաստանում ուժային կառույցների նկատմամբ վստահությունը։ Քաղաքական եւ հասարակական գործիչներն ասում են, քաղաքացին այլևս չի հարգում ոստիկանին, չի հավատում դատախազին, իսկ ուժային համակարգը սկսել է իր գործողություններն իրականացնել ոչ թե օրենքի, այլ քաղաքական շահի համար։ Իրավապահ համակարգին չվստահելը ինչ վնաս է հասցնում մեր երկրին եւ ինչպես կարող է վերականգնվել հասարակության վստահությունը, Սեդա Մակարյանն է պատմում։ Հայաստանում եթե ուժ չկիրառվի, ապա չի գործի իրավակարգը, այսպես է կարծում Նիկոլ Փաշինյանը, որի նախաձեռնությամբ ոստիկանությունում ստեղծվել է նոր ստորաբաժանում, ոստիկանական գվարդիան։ Ոստիկանությունը համալրում է իր կազմը, ինչ նպատակով պետք է կռահել։ Ոստիկանապետություն, այսպես են մեկ բառով նկարագրում ստեղծված իրավիճակը մասնագետները, չեն հասկանում բանակի օրեցօր նվազող կազմին զուգահեռ ինչպես են աճում ոստիկանության թվերը։ Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ։ Բայց հավատացեք, եթե չլինի ոստիկանության գվարդիա եւ առհասարակ ուժային կառույցներ, որն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգ պարզապես հնարավոր չէ։ Օրենքով ոստիկանական գվարդիայի առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունը, ապահովել հասարակական անվտանգությունը, բայց գվարդիայի առաջին հրապարակային գործողությունը եղավ Հովանավանքի Կիրակնորյա պատարագին մասնակցելը։ Գվարդիան որպես այդպիսի ոչինչ չի փոխելու Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես պետական դեմոկրատիկ կյանքում, ընդհանրապես անվարակություն անելու եւ խաղաղագեստի գուցե փոփոխություն։ Բայց այդ նույն կարմիր բերետները, այդ նույն գնահատված բերետները այլ համազգեստի ներքո շարունակել են իրականացնել իրենց հանցավոր բնույթի գործողությունները։ Ունենալով բացառապես երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ըստ փաստաբանի Հայաստանում իրավական համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին։ Ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը բոլորը կորցրել են իրենց սկզբնական առաքելությունը։ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է իրավական տեսակետը, Հայաստանի Հանրապետությունում մտածող մարդկանց համար քիչ թե շատ առնչություն, պետական համակարգի կառույցների հետ առնչություն ունեցող մարդկանց համար
այո, երբևէ գոյություն չունի կամ գոնե այս իշխանության ժամանակ գոյություն չունի եւ չի ունեցել հեղինակություն, հարգանք այդ նշված մարմինների նկատմամբ։ Բաբայանը համոզված է, որ իշխանությունը փորձում է ուժային կառույցների միջոցով պահպանել սեփական աթոռը, ինչի հետևանքով այդ կառույցները կորցնում են հեղինակությունը, իսկ հասարակությունը հարգանքը դրանց հանդեպ։ Այն խնդիրները, որ առաջանում են համակարգ այո քաղաքական նպատակների մասնավորապես իշխանության պահպանման նպատակի ծառայեցնելու համար, դրանք չեմ կարծում, որ անշրջելի իրավիճակներ են ստեղծում։ Արդեն ցանկացած տարբեր այսպես զարգացում կարծում է առանձին դետալներից։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ նկատում է, իրավապահ համակարգը վաղուց չունի վստահություն, երբ ուժայինների նկատմամբ հարգանք չկա, բնական է, որ աճում են հանցագործությունները։ Ոստիկանության ուժային կառույցներին չդիմելու պատճառով մենք ունենում ենք հանցագործություններ, որոնք կարելի է կանխարգելել, որ մի քիչ ավելի խորքային ենք ուսումնասիրում, սա համակարգի նկատմամբ անվստահության պատճառով է, իսկ անվստահության պատճառներից մեկը նաև սա է, ոստիկանության առաքելությունը քաղաքացու ներքին անվտանգությունը փոխած դարձել են իշխանությանը ծառայել։ Մեսրոպ Առաքելյանն էլ ասում է, այսօր քրեական գործ հարուցելը դարձել է ամենօրյա պրակտիկա։ Դա երբեմն այնքան հեշտ է, որքան մեկ բաժակ ջուր խմելը։ Վերջին աղմկահարույց դեպքը կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու ձերբակալությունն էլ դրա վկայությունն է։ Հասարակությունը ամբողջ համակարգի նկատմամբ բավականին բացասական է տրամադրված, սա նաև շատ վտանգավոր է, որովհետև ուժային կառույցները առաջին հերթին ոստիկանությունը պետք է լինի հասարակության քաղաքացու կողքին։ Այդուամենայնիվ զրուցակիցներս նկատում են հասարակության եւ ուժայինների միջև վստահության ճեղքվածքը արդեն համակարգային է, սակայն նրանք դեռ տեսնում են ելք, մեկ պայմանով։ Եթե գա իշխանություն, որը կունենա քաղաքական կամք, վերականգնելու ուժային կառույցների անկախությունն ու արժանապատվությունը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ օրվա սահմռկեցուցիչ լուրը։ Պարզվում է ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրանին սպանել է հայրը, խեղդելով։ Մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Ըստ քննչական կոմիտեի, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հանդիպել են հորը եւ հայրը 3-ամյա երեխային խեղդել է մյուս երեխայի աչքի առաջ։ Տղամարդը պատմել է, որ դիմել է այդ քայլին ընտանեկան որոշակի խնդիրների պատճառով։ Դեպքը մեկնաբանել է ներքին գործերի նախարարը։ Այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Կարող եք ասել հայրը հոգեկան հիվանդ է եղել։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։
Արփինե Սարգսյանը այլ թեմաներից էլ է խոսել։ Պարզվում է, հանրապետությունում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 391-ով, զենք ռազմամթերքինը 249-ով։ Ուժային կառույցի ղեկավարը անդրադարձել է նաև վերջին շրջանում սպանությունների ու ճանապարհատրանսպորտային պատահարների աճին։ Ըստ նախարարի, հանրապետության մակարդակով կերակշիռ է կենցաղային բնույթի սպանությունները։ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով մենք գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այսինքն այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Այս համատեքստում Դոլչե Վելե պարբերականը ուսումնասիրել է Հայաստանում բռնության աճի պատճառները։ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ աճ։ Այս միտումը շարունակվում է նաև այս տարի։ Մարդու իրավունքների պաշտպանները սա ամենից հաճախ կապում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ։ Բռնության աճը, որը դրսևորվում է 3-ից 5 տարի անց, կապված է ինչպես հետտրավմատիկ սթրեսային խանգարման, այնպես էլ պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքների, հետևողական եւ զարգացած աջակցության համակարգի բացակայության հետ։ Շատ տղամարդիկ ծառայել են բանակում, ականատես են եղել զինված հակամարտության, բայց երբեք որևէ աջակցություն չեն ստացել։ Կանայք միշտ հաշտվել են գոյատևման անհրաժեշտության եւ վախի հետ, տարիներ շարունակ լռելով եւ այժմ կորցնելով ամեն ինչ, բախվում են նյութական ու տնտեսական դժվարությունների։ Այս բոլորը գործոններ են, որոնք ազդում են դեպքերի ծանրության վրա։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց։ Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու եւ իրականացնելու ցեղասպանության, ահաբեկության, իշխանության բռնի զավթման եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Իդեպ մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանցագործություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը, իսկ թե քանի տարի պատիժ է պաշտոնական Բաքուն նախատեսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նրանց հետ միասին դատարանի առջև կանգնած 15 հայերի համար, դեռևս գաղտնի է պահվում։ Եվ մինչ Հայաստանի իշխանությունը խաղաղություն է քարոզում Ադրբեջանի հետ, այդ նույն Ադրբեջանը այլ քարոզ է սկսել իր երկրում, անդավաճան իր զավթողական նպատակների։ Բաքվում տեղի է ունեցել Երևան յուրաքանչյուր քար պատմություն է կոչվող գրքի շնորհանդես, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գիրքը ներկայացնում է պատմական հուշարձանները որպես ադրբեջանական, պնդում է, որ հայերը հայաֆիկացրել են դրանք։ Ինչու է Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով խեղաթյուրել պատմությունը եւ ինչու է դա արվում խաղաղություն կոչված ժամանակահատվածում, տեսանյութում։ Նոր գիրք, նոր նկրտումներով։ Խոսքն Ադրբեջանում մոտ 1 ամիս առաջ հրատարակված գրքի մասին է։ Հեղինակը Թելման Գասիմովն է։ Գրքի անվանումը Երևան յուրաքանչյուր քար պատմությունը։ Խոսվում է թշնամու, այսինքն հայերիս կողմից իրենցին հողերի մասնակի օկուպացիայի եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման մասին։ Այս ամենն էլ հերիք չէ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքի շնորհանդեսի ընթացքում մեզ վանդալներ են կոչել, պնդել, թե իրենց մշակութային մնացորդներն ենք որպես հայկական հուշարձաններ ներկայացնում։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը մեկնաբանում է Ադրբեջանի կողմից իրականացվող այս քաղաքականությունը։ Այսինքն նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագիրը ուղղորդված է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս հիշեցնեմ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Այսպիսով օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան, անում են դա ագրեսիվ կերպով, թեև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։ Հարցն այն է, ով է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում, եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք Միացյալ Նահանգների միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով ստում է, որ բացառիկ փուլ է բացվել։ Դատեք ինքներդ։ Ադրբեջանը երբեք էլ չի հրաժարվել հակահայկական քարոզչությունից եւ դա արել է պետական մակարդակով։
Նախագահի աշխատակազմի ներգրավվածությունը կամ առհասարակ պետական ներգրավվածությունը հայկական կառույցի շրջանակներում տարվող աշխատանքներում դա կլինի թե ձեր կողմից նշված գիրքը եւ թե այն բոլոր հրատարակությունները, որ իրանք անում են, դա վերաբերել է եւ ոտանավորներին, եւ պատմական ակնարկներին, եւ քարտեզներին, այսինքն ամբողջական առումով ինքը իր մեջ ներառում է մեզ արդեն հայտնի հայկական տրամադրությունները։ Խաղաղության բացառիկ որակվող փուլն այնքան էլ խոստումնալից չէ։ Արևմտյան Ադրբեջանի նկրտումների շարունակականությունը երևում է Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևի ելույթում, ըստ որի քարտեզի վրա չկա Սևանալիճ, կա Գյոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, մինչդեռ թրիփն արդեն ուժի մեջ է։ Խաղաղությունը դիտարկել միայն, որ թուղթ են ստորագրել կամ դրա մասին շատ են խոսում, ինքնին ինքնախաբեության դաշտից է եւ Ադրբեջանը երբեք էլ չի համենայն դեպս մոտակա տարիներին, ես կանխագուշակ չեմ, բայց հաշվի առնելով իրենց արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով իրենց կրթական համակարգը, հաշվի առնելով բոլոր այն դրսևորումները, որոնք եղել են մինչ օրս հայերի եւ առհասարակ հայկականի նկատմամբ, դրանք խոսում են նրա մասին, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ ոչ թե սահերի հետևում չէ, այլ առհասարակ չի երևում։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը առերևույթ խոսել է խաղաղությունից, բայց շարունակել լրիվ հակառակ կերպ։ Հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, եթե դպրոցական երեխան աշակերտը Ադրբեջանում, որը հայատյացությամբ է ուսուցանվում իրենց այդ դասագրքերով, արդյոք նա կարող է հաշտ, համերաշխ, այսպես վերաբերմունք դրսևորել տարիներ անց, երբ որ նա կդառնա հասուն մարդ, առավել ևս այն պարագային, երբ որ այդ երեխաներից շատերը կզբաղեցնեն պետական պաշտոններ Ադրբեջանում եւ իրականացնեն պետական քաղաքականություն հանդեպ Հայաստանի, հանդեպ հայ ժողովրդի, ազգությամբ հայերի։ Արդյոք նրանք կլինեն խաղաղասեր, անշուշտ ոչ։ Այն, որից դուր է հավատնծայել, թե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, Հասան Ջալալյանը հիմնավորում է նաև փաստաթղթային ձևակերպմամբ։ Ռասայական խտրականության վերաբերյալ եվրոպական կառույցների 2022-ից 23 թվականներին հրապարակած հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը պետական մակարդակով, լրատվության միջոցներով, դպրոցական դասագրքերով։ Բացարձակապես հավատ չպետք է ընծայել։ Ես ասեմ, որ իմ խոսքը հիմնված է փաստերի վրա։ Տեսեք, ադրբեջան-արցախյան կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ ասեմ, ադրբեջանական կողմը, սա կոնֆլիկտի ծագումից մինչև մեր օրերը 14 փաստաթուղթ է ստորագրվել այդ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, բոլոր փաստաթղթերում նշվել է, որ այլևս կարգավորվում է խաղաղություն պիտի լինի եւ այլ եւ այլ։ Բոլոր փաստաթղթերում էլ խախտել է Ադրբեջանը կողտորեն։ Խաղաղության օրակարգը բաց է։ Ղազախական ցորենն էլ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան, բայց որ Արևմտյան Ադրբեջանն ուժի մեջ է, կասկածի տակ է դնում ադրբեջանցի գործընկերների խաղաղասիրական միտումը։ Ալիևի զավթողական հայտարարությունները մեկնաբանել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ասում է, դա նույնն է, ինչ օրինակ արցախցիները խոսում են Արցախ իրենց վերադարձի մասին։ Սիմոնյանը նաև նշել է, որ Ալիևի հայտարարությունները ըստ իր գնահատականի ուղղված են միմիայն ներքին լսարանին, եւ հայ բնակչությունը չպետք է վախենա ներկա Հայաստանի տարածքում ադրբեջանցիների հնարավոր վերադարձից։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա կանոնում մեկնաբանել։ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ մարդը դուք որ ասում եք որ գրավելու ենք բառ ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով ոչ թե տանկերով այդ նախադասությունը հո ես հիմա այստեղ չհնարեցի իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում դա նորմալ է այսքան որ կան Սևանը իրենց ասելով որ Ինչ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ մենք տանկերի մասին ենք խոսում դա նորմալ է որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան եթե մենք խաղաղություն կարելի է վերջացնել թույլ կտակ վերջացնեմ նկատել եք որ հարցազրույց եմ տալիս թույլ կտակ վերջացնեմ ինչ հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում որ Գայանե ջան բայց հետաքրքիր չի դուք ինչ եք ուզում ասեք ես ձեր գործընկերոջ հարցին եմ պատասխանում բայց ընդհատում եք ինձ
Խոսքը գնում է նրա մասին, այո, որ եթե խաղաղություն լինի, բա խաղաղությունը ինչ է նշանակում, որ ուղղակի իրար չեն։ Լսեք, շատ վատ է անում, որ փոխում է, բայց ինքը իր երկրի համար իր անունն է տալիս։ Մենք էլ շատ հաճախ շատ տարբեր անուններ են տալիս։ Այս ամենին զուգահեռ Հայաստանը շարունակելու է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա գնել, բայց չի կարող հաշվի չառնել օգոստոսի 8-ին ձեռք բերված Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բացի այդ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանին։ Սակայն սահմանին Հայաստանի սուվերեն տարածքում տեսանելի են ադրբեջանական անցակետերը եւ Ադրբեջանի բարեկամ Թուրքիայի վերաբերմունքը։ Էրդողանի Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որոշման մասին հրապարակումը ակնկալվում է ավելի ուշ։ Հիշեցնեմ, որ պաշտոնական Երևանը հրավիրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին Երևան մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ալիևն արդեն մերժել է հրավերը։ Զուգահեռ ՌԻԱ Նովոստիին թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնել է հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս պահին բանակցությունները հարաբերությունների կարգավորման մասին են, ոչ թե սահմանի կոնկրետ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։